Եթե Հայաստանում էլեկտրաէներգիան եւ ջուրը դառնա անվճար, արդյոք դա կբարելավի ձեր եւ մյուս քաղաքացիների կյանքը։ Առաջ ուզողը ես եմ լե։ Ինչ կփոխվի դրանով մարդկանց կյանքում։ Գիտես ինչ կասե, առաջնահերթ մեր հայրենիքում թողել մի քիչ արդարություն, մի տոկոս շատ չեմ ուզում, որը ես փոքրուց ապրել եմ Հայաստանում, իմ պայքարին պատերազմները, իմ ժողովուրդը, իմ հայրենիքը, իմ հայրենասիրությունն է։ Ջուրն ու լույսը, ժպիտը կավելանը։ Իրեք ինչ, ջուրն էլ պիտի անվճար դառնա, հոսանքն էլ, տրանսպորտն էլ։ Ես դա տեսնում եմ ու տեսա 7.5 տարի առաջ, ու տեսա այս կործանումները։ Անշուշտ կփոխվի, իհարկե կփոխվի։ Ուժեղ Հայաստանն ասում է ջուրն ու լույսը անվճար եմ դարձնելու, ինչ կասեք։ Չեմ կասկածել։ Շատ լավ կլինի, ամեն ինչ էլ կփոխվի։ Թեթևանա մարդկանց հոգս։ Հա, բա ինչ կանի, կոմունալները քիչ կլինի, արդեն նորմալ մարդիկ կարան ապրեն։ Դրանց տված թոշակն ինչ է, մի տարի թոշակի եմ գնացել, 52,000 փող են տալում, 52,000-ով հնարավոր է ապրել։ Երիքում է օրինակ ձեր կոմունալ ծախսերի։ Որտեղից է, մենակ գազը դրանից ավել է լինում, ձմեռը, ամառը ոչինչ։ Այսինքն եթե հիմա հոսանքը եւ ջուրը դառնա անվճար, որոշակի կթեթևանա։ Հա, բա ինչ կանի, բայց հնարավոր բան չի դա։ Հավատում եմ, բոլոր խոստումներին Սամվել Կարապետյանի հավատում եմ։ Բարելավի դրանով մարդկանց կյանքը։ Այսօր աղքատությունը այնքան շատ է, քան առաջ։ Ներկա պահին նորից մի հատ պապիկ նույնիսկ խնդրում էր դեղի գումար։ Ես իրան ճիշտ է մի փոքրիկ օգնեցի, բայց ուղարկեցի ուղիղ առողջապահության նախարարություն, որտեղ նրանք միայն խոստումներ են տալիս, իսկ ովքեր որ գալու են կոնկրետ ուժեղ Հայաստանը ինքը անելու է ամեն ինչ խաղաղ, ավելի բարեկեցիկ ու լավ կյանք ապահովելու համար Հայաստանի Հանրապետությանը։ Դրանից լավ բան ով չուզի։ Ինչ կփոխվի մարդկանց կյանքում։ Դե պետությունը պետք է բյուջե ունենա, հնարավորություններ ունենա, որ կարողանա անի։ Կյանքել կցանկան։ Չէ, ամեն ինչը պետք է վճարենք։ Ով չի ցանկանա, բոլորն եք ցանկանա։ Ինչ կփոխվի մարդկանց կյանքում։ Այգոնը մի բանը թեթևանա, էլի։ Ով չի ուզենա։ Ինչ կփոխվի մարդկանց կյանքում։ Ինչ ասեմ։ Ապրեն մարդիկ, կոմունալները։ Հա, բայց լավ կապրեն, դրանով բայց դա հարց չի լուծի։ Ջուրն ու լույսը, հա։ Դա հարց չի լուծի։ Այս բան հնարավոր է։ Խոստանում է։ Ես դա աստված։